Никита Павлович. Լեգենդար Սպարտակի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Նիկիտա Սիմոնյանը դառնում է Երևանի Արարատի մարզիչն ու իր առջև ժամանակի համար անհնարին թվացող նպատակ դնում՝ ձևակերպել ոսկե դուբլ, չեմպիոնական մեդալն ու խորհրդային միության գավաթը տուն բերել։ Սակայն թիմը նախ պետք է հրաժարվեր ընդունել նոր մարզչին, իսկ գլխավոր մրցակիցը միևնույն ժամանակ հաղթանակի համար պատրաստ լիներ ամեն ինչի։ Ճանապարհ դեպի հայկական ֆուտբոլի բում, ինչպես 1973-ից հետո հենց ռուսներն էին բանաձևում։ Ոսկե դուբլը սպորտային դրամա է, պատմելու խորհրդային ֆուտբոլի խորհրդանիշերից Նիկիտա Սիմոնյանի փառահեղ մարզչական կարիերայի ամենակարևոր փուլի մասին։ Вы же хороший тренер. Да. Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի գլխավոր դերում Եգոր Բերոևն է։ Խաղում են նաև Սոֆիա Դոնյանցը, Սերգեյ Գազարովը, Քսենիա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը եւ Անատոլի Կոտենյևը։ Գլխավոր պրոդյուսերը Վալերի Սահարյանն է։ AP Cinema-ի եւ Start Artsans կինոթատրոնի համատեղ նախագիծն է Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ Խորհրդային ֆուտբոլի լեգենդին ճանաչողները փաստում են նա համեստ մարդ էր, ահա թե ինչու սկզբում ստեղծագործական թիմին բարդ թվաց նրա համաձայնությունը ստանալը սեփական կյանքի մասին պատմող ֆիլմ նկարահանելու համար, թեպետ հետո արդեն նկարահանումների ընթացքում նա աջակցեց, խորհուրդներով կիսվեց եւ ամենակարևորը վստահեց ու ազատություն տվեց, ինչն այսօր ստեղծագործական խումբը բնորոշում է որպես օրհնություն, ու թեպետ Նիկիտա Սիմոնյանը չհասցրեց դիտել ֆիլմի վերջնական տարբերակը, թողել է իր խոսքը դրա ստեղծման մասին։ Ես անկեղծորեն զարմացա, երբ ինձ մոտեցան այս ֆիլմի գաղափարով, քանի որ այդքան ժամանակ է անցել։ 50 տարին երկար ժամանակ է, միակ բանը, որ ես կցանկանայի այն է, որ այն ճշմարիտ լինի, որպեսզի մարդիկ իսկապես իմանան այս պատմությունը։ Նախագծի վրա աշխատում են գիտակ մարդիկ եւ ես վստահում եմ նրանց։ Հուսով եմ, որ այս պատմությունը կոգեշնչի եւ կմոտիվացնի երիտասարդներին, երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր երազում են մեծ հաղթանակների մասին։ Ֆիլմը նկարահանվել է դարաշրջանի բոլոր նրբությունները լիարժեք արտացոլող շուրջ 170 տարբեր տեղանքներում, ինչը հնարավորություն կտա վայելելու նաև տեսողական հարուստ ու եզակի պատմություն։ Нужно, чтобы через много лет кто-то сказал: они были, они сделали это. Ֆիլմ ֆուտբոլային թիմի մասին, որը բեկեց խորհրդային սպորտի պատմությունը։ Ռուսաստանում այսօր ոսկե դուբլի պրեմիերան է։ Փետրվարի 5-ից այն կլինի բոլոր կինոթատրոնների էկրաններին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։